Բարև, եթերում մարդիկ հաղորդաշարն է, այսօր կխոսենք հիշողության եւ Ալցհեյմերի հիվանդության մասին տաղավարում հյուրընկալել ենք նյարդաբան Սոֆիա Խաչատուրյանին։ Բարև ձեզ բժշկուհի։ Բարև ձեզ Անի ջան, շնորհակալ եմ հրավերի համար, բայց մի խնդրանք ունեմ, միջև մեր զրույցը սկսելը, ես ձեզ 3 բառ եմ ասելու ու խնդրում եմ մեր հաղորդման վերջում այդ 3 բառը ինձ վերադարձնեք։ Շատ լավ։ Տուն, մատիտ, կոպեկ։ Շատ լավ։ Կրկնեք։ Կրկնեմ։ Տուն, մատիտ, կոպեկ։ Սկսեցինք։ Գնացինք։ Մարդը ունի հիշողության զարգացման փուլեր կամ տեսակներ։ Որոնք են դրանք։ Հիշողության հետ կապված բոլոր խնդիրները մեզ բոլորիս շատ հուզում են, քանի որ հիշողությունով է պայմանավորված այն փաստը, որ մենք սովորում ենք, ճանաչում ենք, շփվում ենք մարդկանց հետ, հաղորդակցվում ենք, ու այն բոլոր հիվանդությունները, խնդիրները, որոնք բերում են հիշողության հետ կապված խնդիրներին, այսօր շատ ակտուալ են ու բոլորը ցանկանում են դրանց մասին խոսել։ Հիմնական հիվանդությունները, որոնք բերում են հիշողության հետ կապված խնդիրներին, դա նեյրոդեգեներատիվ հիվանդություններն են, ինչպիսիք են Ալցհեյմերի հիվանդությունները, դեմենցիաների տեսակները։ Նրանք քրոնիկ հիվանդություններ են, նրանք բերում են վաղաժամ հաշմանդամության եւ ցավոք սրտի նրանք համարվում են անբուժելի։ Սակայն սա միակ խնդիրը չէ, որ նեյրոդեգեներատիվ հիվանդությունները դարձնում են հետաքրքիր։ Հիմնականում այս հիվանդությունները ախտահարում են բարձրագույն կեղևային ֆունկցիաները, մեր կոգնիտիվ, ճանաչողական ֆունկցիաները, որոնց մեջ մտնում են հիշողությունը, խոսքը, լեզուն, գիտակցությունը, մարդկանց ճանաչելու ունակությունը, բարդ խնդիրներ լուծելու ունակությունները։ Հետևաբար այս կոգնիտիվ ֆունկցիաները շատ հետաքրքիր են եւ այս ֆունկցիաները երբ որ տուժում են, մարդ կորցնում է իր ինքնությունը, իր անձը, իր եսը։ Հետևաբար մարդկանց իրազեկելը այս խնդրի մասին, որպեսզի նրանք ժամանակին ճանաչեն այս խնդիրը շատ կարեւոր է, որովհետեւ բոլորը կարող են գալ ու գանգատվել հիշողության հետ կապված խնդիրներից։ Միշտ չի որ հիշողության խանգարումը դա Ալցհեյմերի հիվանդություն է, կամ մարդիկ կարող են լինել ասել, որ ունենք մոռացկոտություն, արդյոք դա վատ է թե լավ է։ Կան դեպքեր, որ մոռացկոտությունը իհարկե լավ է, որովհետև մեր ուղեղը ինքը սելեկտիվ է եւ ընտրում է, թե որ ինֆորմացիան արժանի է պահպանվել մեր երկարատև հիշողության մեջ, իսկ որ ինֆորմացիան պետք է ջնջենք։ Պատկերացնում եք բոլորս այսօր 21-րդ դարում ունենք բաց աղբյուրներ ու կարող ենք ամեն ինչ կարդալ, բայց հնարավոր չէ ամեն ինչը հիշել։ Մեր ուղեղը այնպես է դասավորված, որ թույլ չի տալի, որ ոչ պետքական ինֆորմացիան մնա մեր հիշողության մեջ։ Բայց մարդիկ կան, օրինակ, չեն հիշում փոքր տարիքում իրենց հարազատների դեմքերը կամ ինչ-որ վայրեր, որ այցելել են, սա ինչ է, ուղեղը ֆիլտրել է թե այլ բան։ Իրականում, որպեսզի մենք հիշենք ինչ-որ երևույթ, այդ երևույթը պետք է մեզ հուզի, պետք է էմոցիա լինի դրա մեջ։ Մենք հիշում ենք այն երևույթները, որտեղ կա էմոցիա, որտեղ կա վախ եւ կա մեր անձի հետ կապված ինչ-որ հետաքրքրաշարժ երևույթ։ Այլ դեպքերում հիշողությունը հիմնականում կարող է ջնջել։ Իրականում կան երևույթներ, որոնք կարող են ուժեղացնել հիշողությունը։ Օրինակ, դուք նշեցիք, որ չի հիշում դեմքեր, բայց կարող են ինչ-որ մի երաժշտության տակ կամ ինչ-որ մի ծանոթ հոտի դեպքում այդ հիշողությունը հետ վերադառնա։ Դա կոչվում է էմոցիոնալ հիշողություն, ինքը շատ հետաքրքիր հիշողություն է։ Այս հիշողության կենտրոնները շատ ավելի խորն են գտնվում գլխուղեղում, լիմբիկ համակարգում, ամիգդալայում, հիպոկամպում, որը որ պատասխանատու է մեր էմոցիաների համար։ Եթե մարդ չի հիշում, ուրեմն էմոցիա չի եղել այնտեղ։ Որ տարիքից սկսած է մարդը ինչ-որ բան ունակ հիշելու։ Ասում են, որ ինքնակենսագրական հիշողությունը սկսում է 3-ից 4 տարեկան հասակում։ Դրանից հետո արդեն կարող է ինքը որպես իրան անձ հիշել։ Գոյություն ունի նաև կեղծ հիշողություն, սա ո՞րն է։ Իրականում գոյություն ունի նման բան, դա պարամնեզիաներին է պատկանում։ Պարամնեզիաները իրանք այն երևույթն են, երբ մեր գլխուղեղը ոչ թե կորցնում է հիշողությունը, այլ ձևավորում է իր հիշողությունը, ձևավորում է կեղծ խեղաթյուրված հիշողություն, օրինակ լսած կլինեք դեժավյուի մասին կամ կոնֆաբուլյացիայի մասին, օրինակ կոնֆաբուլյացիայի ժամանակ հիվանդները սկսում են ստեղծել իրենց հիշողությունները, լրացնում են այն հիշողության բացը եւ սկսում են պատմել մի բան, որ իրականության հետ չի համապատասխանում, օրինակ հիվանդը, ով գտնվում է հիվանդանոցում, կարող եք հարցնել
ինչ եք նախաճաշրել այսօր եւ նա կսկսի պատմել, որ այսօր առավոտյան արթնացավ, գնաց աշխատանքի, հանդիպեց իր գոլեգաներին, միասին սրճեցին, բայց իրականում նա գտնվում էր հիվանդանոցում եւ նման դեպք տեղի չի ունեցել։ Կոնֆաբուլյացիան ինքը հետաքրքիր երևույթ է եւ կարող է հանդիպել օրինակ Կորսակովյան սինդրոմի ժամանակ վիտամին B1-ի դեֆիցիտի դեպքում, ալկոհոլիկների մոտ, թերսնուցման ժամանակ, նաեւ կարող է հանդիպել Ալցգեյմերի հիվանդության դեպքում, ֆրոնտոտեմպորալ դեմենցիաների ժամանակ։ Բայց շատ կարեւոր է որպեսզի կարողանանք կոնֆաբուլյացիան տարբերել իրական սուտից, որովհետեւ կարող են հորինել ինչ-որ մի բան, բայց դա նպատակաուղղված սուտ լինի։ Դրա համար շատ կարեւոր է որպեսզի հոգեբանը, նյարդաբանը կարողանան դիֆերենցիալ արդյոք սա կոնֆաբուլյացիա է թե սուտ։ Դեժավյուի էֆեկտից խոսեցիք, բայց բոլորի մոտ էլ պատահում է, որ ինչ-որ իրավիճակ է լինում, դու մոտավորապես գիտես, թե այդ իրավիճակը ինչպիսի հանգուցալուծում է ունենալու կամ դեժավյու չենք դիմացի մարդը ինչ է ասելու, դա ինչ է։ Նայեք, դա սոցիալական ինտելեկտ, դա նույնպես համարվում է կոգնիտիվ ճանաչողական լուրջ հմտություն, եւ մենք հասկանում ենք մեր դիմացինի հույզերը, կարողանում ենք կանխագուշակել, թե ինքը ինչ գործողություններ կանի, ինչ լոգիկա ունի, դա նույնպես կոգնիտիվ ֆունկցիա է, եւ որ դու կանխագուշակում ես դիմացինի գործողությունները։ Հետեւաբար դա ոչ թե դեժավյու է, այլ դա ձեր բարձրագույն կեղևային ֆունկցիաներից են։ Իմիջիայլոց սոցիալական ինտելեկտ տերմինը շատ վերջերս է սկսել կիրառվել ու բավականին հետաքրքիր է իր տեսակով։ Այդ դեպքում ինչպես է պատահում, որ քեզ թվում է, որ այդ իրավիճակը էլի եղել է։ Դա պարամնեզիայի տեսակ է, այսինքն եղել է, բայց չի եղել իրականում ձեր գիտակցությունը ինքը կառուցում է ինչ-որ մի նոր բան, որը իրականում չի եղել կոնֆաբուլյացիայի նման։ Հոտը եւ հիշողությունը ասացիք իրար հետ կապ ունեն։ Այո։ Հոտը կարող է լավացնել հիշողությունը։ Հոտը ոչ թե լավացնում է այս դեպքում հիշողությունը, այլ արթնացնում է հիշողություններ, քանի որ պահպանվում է ավելի խորը գլխուղի կառույցներում, որոնք պատասխանատու են մեր էմոցիաների համար, նրանք կարող են արթնացնել հիշողություն, որը լուրջ ջանքի դեպքում անգամ չենք կարող հետ բերել, անգամ Ալցգեյմերով հիվանդները, երբ զգում են իրենց ծանոթ հոտը, հին տան հոտը կամ երիտասարդ ժամանակ իրենց սիրած երաժշտությունը, նրանք կարող են արձագանքել։ Բայց կան բույրեր, որոնք լավացնում են հիշողությունը։ Միշտ թարմ մնա հիշողությունը։ Կապված է, որ թե այդ բույրը ինչ էմոցիա է ձեզ մոտ առաջացրել։ Դուք սիրել եք այդ բույրը, հետեւաբար մնացել է ձեր գիտակցության, ենթագիտակցության մեջ, ոչ թե գիտակցության, ենթագիտակցության մեջ։ Հաճախ նշում են, որ դեպրեսիան, սթրեսը եւս պատճառ են հանդիսանում հիշողության վատացման։ Արդյոք այդպես է։ Այո, դեպրեսիան, սթրեսը կարող են բերել հիշողության խանգարումների, նաև նշեմ, որ կա այսպես կոչված փսիխոգեն ամնեզիա, որը կարող է առաջանալ ծանր սթրեսներից հետո, տրավմատիկ երևույթներից հետո, երբ անհատը չի ցանկանում հիշել այդ երևույթի հետ կապված իրադարձությունները, կարող է իր հիշողությունից ամբողջությամբ հանել այդ դրվագը։ Իհարկե քրոնիկ սթրեսը բերում է հիշողության հետ կապված խնդիրների։ Այսօր մենք ապրում ենք 21-րդ դարում, որտեղ բոլորս ունենք լարվածություն, սոցիալական պարտականություններ, անքնություն, որը կարող է բերել այսպես կոչված սուբյեկտիվ կոգնիտիվ խանգարումների։ Անհատները կարող են նշել, որ ունեն հիշողության խանգարում, ուշադրության խանգարում, ցրված են, բայց երբ կատարում ենք օբյեկտիվ հետազոտություններ, հասկանում ենք, որ խնդիր դեռևս չկա։ Ինչը չենք կարող ասել, օրինակ, չափավոր կոգնիտիվ խանգարումների ժամանակ, այսպես կոչված mild cognitive impairment, երբ հիվանդները արդեն գանգատվում են հիշողության հետ կապված խնդիրներից եւ երբ կատարում ես ինչ-որ հետազոտություններ, արդեն տեսնում ես չափելի փոփոխություններ անհատների մոտ եւ այս փուլում շատ կարեւոր է որպեսզի անհատները դիմեն մասնագետին հասկանալու համար արդյոք կա ինչ որ օբյեկտիվ խնդիր, որը կարող է այնուհետև հարաճել եւ դառնալ դեմենցիա կամ Ալցգեյմեր կամ ինչ որ այլ ավելի նեյրոդեգեներատիվ հիվանդություն դառնալ։ Բայց դեպրեսիան, սթրեսը, որ անցնում է, սա վերականգնվում է։ Նայեք, եթե սուր սթրես է, սուր սթրեսից հետո ավելի լավ են վերականգնում, բայց երբ որ սթրեսը ինքը դառնում է քրոնիկ, սթրեսը ինքը նույնպես կապված է շատ նեյրոմեդիատորային համակարգերի հետ, իսկ բոլոր նեյրոդեգեներատիվ հիվանդությունները իրենք նույնպես
նեյրոմեդիատորների մակարդակով են, երբ որ ստրեսի ժամանակ շատանում է կորտիզոլի մակարդակը, ինքը բերում է բոլոր եւ հորմոնալ եւ նեյրոմեդիատորային խանգարումներին։ Հետևաբար, եթե դա երկար է տևում, իհարկե կարող է ունենալ ոչ միայն հիշողության հետ կապված խնդիրներ, այլ արդեն կարող է միանալ սոմատիկ խնդիրներ, հիվանդություններ ստրեսից հետո։ Մեր օրերում մարդիկ շատ են օգտագործում, այսպես ասեմ, հակադեպրեսանտները։ Սրանք կարող են հանգեցնել հիշողության վատացման, հանգստացնող դեղորայք, այսպես ասեմ։ Բոլոր հակադեպրեսանտները, հակապսիխոտիկները, իրանք համարվում են նեյրոմեդիատորների վրա ազդող նյութեր, պետք է այդ դեղորայքը կիրառել միայն ըստ ցուցման, եթե նշանակվել է բժշկի կողմից։ Մենք չենք կարող ասել, որ այս դեղորայքը ազդում է հիշողության վրա, ունի բազմաթիվ կողմնակի էֆեկտներ, չենք օգտագործում, ոչ։ Ամեն ինչ պետք է օգտագործվի ժամանակին, տեղին եւ նշանակվի համապատասխան մասնագետի կողմից։ Հեռախոսները եւ սոցիալական ցանցերը որքանով են վատացնում հիշողությունը։ Այսօր մարդիկ հրաժարվել են գրից։ Համարյա գրիչ չեն օգտագործում, միմյանց նամակներ չեն գրում, փոխարենը նրանք օգտագործում են ձեռքը զբաղված է հեռախոսով, համակարգիչով, ապացուցված է, որ երբ մարդ գրում է, ակտիվանում է նրա խոսքի կենտրոնը։ Կա այսպիսի գիտություն, կալիգրաֆիա կոչվում եւ կան հետազոտություններ, որ այն մարդիկ անհատներ, ովքեր զբաղվում են կալիգրաֆիայով, այսինքն գրում են անընդհատ, նրանց մոտ կոգնիտիվ խանգարումները ավելի հազվադեպ են լինում, քան այն մարդկանց մոտ, ովքեր չեն զբաղվում։ Կան հիվանդներ, ովքեր գալիս են հիշողությունից չեն գանգատվում, բայց երբ որ ասում ես, խնդրում եմ ձեր անուն ազգանունը գրեք, իրենք կարող են դժվարանալ գրեն։ Եվ մի 2 տարի հետո նրանց մոտ կարող է առաջանալ արդեն խոսքի խանգարումներ, երբ որ բառը դժվարությամբ են ասում։ Հետևաբար այսօրվա դարում, երբ մարդիկ շատ քիչ են օգտագործում իրենց ձեռքը, ձեռքի ճկունությունն է ընկնում, մանր մոտորիկան է տուժում, հետևաբար կան բաներ, որ այսօրվա իրականությունում բերում են նրան, որ մեր ուղեղը ինքը թամբալանում է։ Հիմա երեխաների մոտ ես նկատում եմ, որ իրենք ունեն հիշողության խնդիր ընդհանրապես։ Այդ պահին, ինչ որ բաներ որ ասես 5 րոպե հետո հարցներ չեն պատասխանի կամ անգիրներ չեն կարողանում սովորել, պատմելու մասին խոսք չկա։ Սա հենց սոցիալական ցանցերի ազդեցությունն է։ Ոչ միայն կա կարճատև հիշողություն, կա երկարատև հիշողություն։ Կարճատև հիշողությունը ինքը տևում է վայրկյաններից մինչև մի քանի րոպե։ Օրինակ, երբ մեզ ասում են հեռախոսի համար, մինչև այն գրի առնելը, այդ պահը կարճատև հիշողություն է։ Դրանից հետո մենք մոռանում ենք այդ ինֆորմացիան։ Կա երկարատև հիշողություն։ Երկարատև հիշողությունը կարող է պահպանվել տարիներ, անգամ ամբողջ կյանքի ընթացքում։ Կա սեմատիկ հիշողություն, այսինքն հիշողություն, որը հիմնված է մեր գիտելիքների վրա, մեր փորձի վրա, փաստերի վրա, եւ դա մեր մասնագիտական հիշողությունն է։ Որպեսզի հասնենք դրան, որպեսզի այն պահպանվի, կան որոշակի փուլեր անցնելու։ Կան հիշողություն, որը կոչվում է պրոցեդուրալ հիշողություն, երբ մենք լողում ենք կամ ավտոմեքենա ենք վարում, հեծանիվ ենք մարում, մենք դրա մասին չենք մտածում, մենք ակամայից անում ենք, մենք չենք մտածում ամեն քայլի մասին։ Հետևաբար, երբ տուժում է, երեխան չի հիշում իր անկիրները, ինչ որ փուլեր չի անցնում։ Առաջինը երեխաները հիմա լավ չեն քնում, կա քնի դեպրիվացիա։ Իսկ քունը շատ կարևոր է հիշողության համար, որովհետև կա այսպես կոչված քնի դանդաղ փուլ, որտեղ կարճատև հիշողությունից երկարատև հիշողություն են անցնում այն բոլոր ինֆորմացիան, որ մենք ստացել ենք օրվա ընթացքում։ Եվ այս դանդաղ ալիքային քնի ընթացքում է, որ մեր ուղեղը մաքրում է այն բոլոր նյութափոխանակային արգասիքները, որոնք կուտակվել են մեր ուղեղում, նաև այսպես կոչված բետա ամիլոիդը եւ տաու սպիտակուցը, որոնք կուտակվելով նյարդային բջիջում առաջացնում են Ալցգեյմերի հիվանդություն։ Հետևաբար, ինչպես ես նշեցի հաղորդման սկզբում, որ շատ կարևոր է թե ինչ ինֆորմացիա ենք մենք ստանում, որովհետև մենք ասում ենք նաև մոռացկոտություն, այն բոլոր ինֆորմացիան, որ մենք ստանում ենք օրվա ընթացքում, այնպես չի, որ դա մեզ օգտակար է կամ մեզ պետք է։ Հետևաբար, երեխան, որը ամբողջ օրը հեռախոսով է զբաղվում է ինչ-որ մի բանով, այնպես չի, որ այդ ինֆորմացիան օգտակար է եւ կարիք ունի պահպանվելու կարճատև հիշողությունից դեպի երկարատև հիշողություն գնալու համար։ Այսինքն ինտերնետը խանգարում է երեխաներին եւ չկարդալը։ Մեր կոգնիտիվ ֆունկցիաները զարգացնելու համար իհարկե պետք է ունենալ լավ կոգնիտիվ ռեզերվ։ Դրա նպաստում են
ընթերցանությունը, արտագրությունները, սպորտով զբաղվելը, հետաքրքիր օգտակար հոբիներ ունենալը, հետևաբար հեռախոսը ինքը ձուլացնում է։ Անկամ եթե դու հեռախոսով ինչ-որ մի հետաքրքիր նյութ ես կարդում, դա լավ է, բայց հաստատ այսօր մենք հեռախոսով նայում ենք կարճ ռիլեր, որոնք տևում են 15-20 վայրկյան, որը մեզ ինֆորմացիա չի տալիս։ Եթե ձեզ ասեն, խնդրում եմ, ասա ինչ էր այդ ռիլի իմաստը, դուք երբևէ չեք կարող բացատրել։ Հետևաբար, եթե դուք չեք կարող բացատրել, դուք չեք հիշում, նորմալ է։ Որպեսզի հիշենք, պետքա ջանք գործադրենք ու ցանկանանք դա անել։ Դեմ ասում ենք ունենք երկարատև հիշողություն, որը որ պայմանավորված է հենց մեր գիտելիքներով։ Իսկ դրա համար մենք պետք է ժամանակ տրամադրենք ու որպեսզի կարճատև հիշողությունից այն անցնի երկարատև հիշողություն։ Ինչ են ասում, որ տարիքի հետ մարդու հիշողությունը վատանում է։ Չկան մարդիկ, որ 90 տարեկանում լավ էլ հիշողություն ունեն։ Ես համաձայն եմ ձեզ հետ, անձնագրային տարիքը երբեք պետք չի հավասարեցնել կոգնիտիվ ֆունկցիաների հետ, որովհետև կարող է հանդիպել 70 տարեկան անհատի, ով ամեն ինչ շատ լավ հիշում է, շատ լավ աշխատում է, սոցիումում շատ լավ ադապտացված է եւ կարող ենք հանդիպել 30 տարեկանի, ով հոգնած է, լավ չի հիշում, չի կարողանում աշխատել, մոռացկոտ է դարձել, հետեւաբար մեր ուղեղը կարող է աշխատել ու կապված չէ դա մեր անձնագրային տարիքից։ Եվ որ տարիքում է զարգանում Ալցհեյմերը եւ ինչի հետ է դա կապված։ Ալցհեյմերի հիվանդությունը ամենահաճախ հանդիպող նեյրոդեգեներատիվ հիվանդությունն է, հիմնական պատճառը դա բետա ամիլոիդի եւ տաու սպիտակուցների կուտակումն է նեյրոնների բջիջներում, որը խաթարում է, բերում է նեյրոնների մահվան եւ նյարդային կապերի խաթարմանը։ Եվ առաջանում են ամենաառաջին սիմպտոմներից մեկը դա հենց հիշողության հետ կապված խնդիրներն են։ Առաջին փուլում հիվանդները կարող են մոռանալ վերջին ժամանակներս կատարված իրադարձությունները, մոռանան թե առավոտը ում հետ են զրուցել, կարող են առարկան դնել սեղանին, մոռանալ դրա տեղը, կարող են մի հարցը մի քանի անգամ կրկնել։ Բայց հետաքրքիր է, որ նրանք լավ հիշում են իրենց անցյալում կատարված իրադարձությունները, կարող են մանրակրկիտ պատմել իրենց ուսանողական տարիներից, բանակային տարիներից, բայց չեն հիշում, թե 1 ժամ առաջ ինչ հարց են տվել իրենց հարազատին։ Ալցհեյմերի հիվանդությունը կարող ենք նաև բնորոշել այսպես, որ հիվանդները շատ լավ հիշում են իրենց մանկության տունը, բայց չեն կարողանում հիշել այսօր իրենց խոհանոցի վայրը։ Հիվանդության պրոգրեսիային զուգընթաց հիշողությունից բացի տուժում են նաև վարքագիծը, սոցիումում նրանց ադապտացվելու ունակությունը, հարցեր լուծելու կարողությունները, նրանք դառնում են ավելի կախյալ իրենց շրջապատից, իրենց ընտանիքից։ Բայց ի՞նչն է պատճառ դառնում, որ զարգանում է Ալցհեյմերի հիվանդությունը։ Ալֆա ամիլոիդի կուտակումը նյարդային բջիջներում։ Պաթոլոգիական սպիտակուցներ են, որոնք կուտակվում են եւ բերում են նյարդերի մահվանը։ Սա նախապես չեն կարող իմանալ, որ այսօր մի քանի տարի առաջ Ալցհեյմերի հիվանդությունը ախտորոշում ենք հիմնական կլինիկական ախտորոշումը, երբ հիվանդին տեսնում ես, զննում ես եւ կարողանում ես ախտորոշել Ալցհեյմերի հիվանդություն։ Մենք կարող ենք անել MRT հետազոտություն, չտեսնել ոչ մի խնդիր։ Կան հետազոտություններ, որոնք ստուգվում են, կան այսպես կոչված բիոմարկերներ, որոնք կարող են ստուգվել եւ արյան միջոցով, եւ ողնուղեղային հեղուկի միջոցով, եւ կարող են հայտնաբերվել այս սպիտակուցները պաթոլոգիական նույն ողնուղեղային հեղուկում, բայց դա շատ միանշանակ չի, որովհետեւ մարդ օրինակ կարող է իր ողնուղեղային հեղուկում ունենալ այս բիոմարկերները, բայց նրա մոտ չզարգանա Ալցհեյմերի հիվանդություն։ Հետևաբար, երբ մենք տեսնում ենք հիվանդությունը, հիվանդին մենք դնում ենք կլինիկական ախտորոշում։ Որ տարիքից է զարգանում հիվանդությունը։ Հիվանդությունը չի սկսում այն օրը, երբ հիվանդի մոտ առաջանում են հիշողության խանգարումներ։ Հիվանդությունը սկսում է շատ ավելի վաղ, 30-40 տարեկանում, եւ հասնում է ինչ-որ մի этаպի, երբ արդեն սկսում է կլինիկորեն արտահայտվել։ Այսինքն երիտասարդ ժամանակ, երբ որ խնդիրը տեսնում են, ինչ-որ բան են մոռանում,
1 ժամ կատարվածը երբ որ մոռանում եմ, խնդիր կա։ Պարտադիր չի։ Եթե կա մոռացկոտություն, որը որ պրոգրեսիվում է, չէ՞ որ կոգնիտիվ ֆունկցիաները, ինչպես նշեցի, իրանք մեկ օրում չեն զարգանում, իրենք անցնում են փուլեր, սուբյեկտիվ կոգնիտիվ խանգարումներ, չափավոր կոգնիտիվ խանգարումներ, նոր երրորդ փուլում կարող է զարգանալ դեմենցիա։ Այս բոլոր փուլերը պետք է անցնի, որ հասկանանք։ Եվ շատ կարևոր է, որպեսզի այդ mild cognitive impairment-ի փուլում հիվանդները դիմեն մասնագետի։ Երբ դիմում են արդեն ձևավորված կլինիկական դրսևորումներով, մենք շատ քիչ բան ունենք հիվանդներին առաջարկելու, ասելու, անելու։ Գլխավոր ախտանշանը ո՞րն է, որին պետք է ուշադրություն դարձնել անգամ երիտասարդ տարիքում։ Երիտասարդ տարիքում պետք է ուշադրություն դարձնել իրենց ապրելակերպին, իրենց սնունդին։ Շատ կարևոր է, որպեսզի լինեն եւ ֆիզիկապես, եւ մտավոր, եւ սոցիալապես ակտիվ։ Շատ կարևոր են սոցիալական կապերը, շատ կարևոր է, որպեսզի մարդը հոգ տանի իր մասին։ Մենք խոսեցինք հիշողության հետ կապված խնդիրներից Ալցգեյմերի մասին, բայց կան նաև շատ ուրիշ հիվանդություններ, որոնք կարող են բերել հիշողության խանգարումներին, օրինակ նույնպես անոթային խնդիրները, ինսուլտները, գլխարյան շրջանառության քրոնիկ խանգարումները, բարձր զարկերակային ճնշումը, շաքարային դիաբետը, վահանաձև գեղձի հետ կապված խնդիրները, վիտամին B12-ի պակասը, ինչպեսի թիամինի պակասը, հետևաբար այս ամեն ինչը պետք է բացառել, հետո որ ասենք, որ հիվանդ ունի Ալցգեյմերի հիվանդություն։ Հիշողությունը լավացնելու համար կա հատուկ սնունդ, որ կարելի է օգտագործել եւ միշտ վառ պահել այն, եւ վիտամիններ են մարդիկ հաճախ օգտագործում, մագնեզիում, երկաթ եւ այլն, որպեսզի լավ հիշողություն ունենան, արդյոք ճիշտ է։ Ես կարծում եմ, որ հիշողությունը մենք կարող ենք մարզել սովորելով, կարդալով, անընդհատ մեր ուղեղը ստրեսի ենթարկելով, նոր վայրերում լինելով, նոր մարդկանց հետ շփվելով, որ ասեմ ինչ-որ մի վիտամին լավացնում է մեր հիշողությունը, չգիտեմ, չեմ կարող ասել, որ ասեմ կա կախարդական փայտիկ կամ կախարդական դեղահապ, որը կտանք եւ հիվանդի մոտ հիշողությունը կլավանա, նույնպես չեմ կարող ասել։ Այսինքն, որպեսզի մեր հիշողությունը լավանա, մենք պետքա ջանք գործադրենք ու մենք աշխատենք դրա վրա, որովհետեւ կողքից ոչ մի բան չենք կարող ստանալ, որ նպաստի մեր հիշողության լավացմանը։ Բայց ինչու են երեխաներին հատկապես ասում մեղրկեր, որ հիշողությունը տեղը մնա։ Մեղրը շատ օգտակար է, շատ լավ անտիօքսիդանտ է, պետք է ուտել, բայց չեմ կարող ասել ապացուցողական հիմքը, որ մեղրը ուտելով հիշողությունը լավանալու է։ Չգիտեմ, բայց օգտակար է, պետք է օգտագործել։ Իրականում շատ են դեպքեր, երբ մարդիկ ունեն մոռացկոտություն։ Այսօր երիտասարդ մարդը, ով ունի աշխատանք, ստրես, անդադ մտածում է, գիշերները չի քնում, հետևաբար կարող են լինել ցրվածություն, հիշողության հետ կապված խնդիրներ, կան գործոններ մեր այսօրվա առօրյա կյանքում, որոնք կարող են վատթարացնել մեր հիշողությունը։ Բայց այնքանով է լավ, որ այդ գործոնները եթե հեռացնենք, հիշողությունը կարող է վերականգնվել նորից լինել ինչպես անցյալում։ Շատ լավ հիշողություն ունենալու համար եւ երբեք այդ թվարկած խնդիրներին չբախվելու համար ինչ պետք է անել։ Պետք է անընդհատ սովորել, պետք է անընդհատ մտածել, որ կա բան, որ դեռ չես արել, ամեն ինչ փորձել, ճանապարհորդել, նոր մարդկանց հետ շփվել, որովհետև ամեն մարդ ինքը ինդիվիդուում է եւ մեծ իրականում շատ մեծ ստրես է, եւ մենք պետք է ինչ-որ մի նոր մարդու հետ շփվենք։ Դա մեզ համար անհայտ անձ է եւ մենք մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի կարողանանք մեզ ճիշտ ներկայացնենք, իսկ դա շատ կարեւոր է։ Հետևաբար այս բոլորը պահում է մեր նյարդային համակարգը եւ ստիպում է, որպեսզի հիշողությունը ավելի լավ մնա։ Շնորհակալություն։ Ինձ 3 բառը հետ տվեք։ Տուն, մատիտ, կոպեկ։ Շատ բարի։ Բայց ես կուզենայի մի քանի բան էլ ավելացնել, որ կան գործոններ, որոնք կարող են ազդել մեր ուղեղի առողջության վրա, բայց շատ հաճախ նրանք թերագնահատված են։ Ինչպես նշեցի, բոլորը խոսում են տարիքի մասին որպես ռիսկի գործոն, ժառանգականության մասին, բայց շատ քիչ են մտածում այն մասին, որ պետք է որ քունը շատ օգտակար է, ինչպես նաև լսողությունը եւ տեսողությունը։ Քնի ժամանակ, ինչպես ասեցի,
ակտիվանում է գրելիմֆատիկ համակարգը, որը մաքրում է ուղեղը նյութափոխանակության արգասիքներից, սպիտակուցներից, լսողությունը շատ կարևոր գործոն է նույնպես, որովհետև եթե մենք նորմալ չենք լսում, հիվանդը նորմալ չի լսում, նա չի կարող ստանալ ճիշտ ինֆորմացիա եւ հետեւաբար, եթե չի ստացել ճիշտ ինֆորմացիա, այն չի կարող ճիշտ մշակել եւ եթե դուք նրան հարցնեք, կարող ես ինչ-որ մի բան պատմել, որը լսել ես, ունենալով լսողության խանգարումներ, նա երբեք չի կարող դրա մասին խոսի։ Եվ երբ որ կա լսողության խանգարումներ, հիվանդը կարող է սոցիալապես իզոլանալ, չցանկանալ այլևս խոսալ եւ սա նույնպես կարող է բերել կոգնիտիվ ֆունկցիաների անկմանը։ Նույնը վերաբերվում է նաև տեսողությանը։ Տեսողությունը դա մեր հիմնական զգայական օրգանն է, որից մենք ստանում ենք մեր շրջապատից ամենամեծ ինֆորմացիան։ Հետևաբար, երբ որ կա տեսողության հիվանդություններ, հիվանդները նույնպես չեն ստանում ինֆորմացիա շրջապատից։ Իսկ եթե չկա ինֆորմացիա, մենք չենք կարող ակնկալել, որ մարդու մոտ կարող է լինել պահպանված կոգնիտիվ ֆունկցիաներ։ Հետևաբար, այս երեք գործոնները շատ կարևոր են, որոնք անտեսված են՝ դա քունը, լսողությունը եւ տեսողությունը։ Իդեպ շատ մարդիկ եթերի սկզբում հաստատ ինձ հետ հավասար փորձել են մտապահել այդ բառերը։ Եթե ամեն դեպքում երկու բառ կամ մեկը մոռացած լինեն, ձեր տարիքում չպետք է մոռանան։ Հա։ Լավ, եթե իրենք մոռացել են, դե իրանք թող գրեն, մոռացել են հասկանանք։ Խնդիր կա, եթե մոռանան։ Դիագնոստիկա ենք անելու, ախտորոշում ենք անելու։ Ասենք որ ժամանակն է, որպեսզի մի հատ դիմեք նյարդաբանի, կան հատուկ տեստեր, որոնք տալիս ենք հիվանդներին, իրանք կարող են ինքնուրույն անել, կարող են մասնագետի մոտ գնալ ստուգեն իրենց հիշողությունը, ուշադրությունը։ Ինքնուրույն ինչ անեն, բառերը հիշեն։ Չէ, կա հատուկ տեստ, SAGE-ա կոչվում, ու հիվանդները, մարդիկ կարող են ուղղակի իրենց ստուգել։ Կա այսպես կոչված մոկա տեստ, որը հիմնականում նյարդաբաններն են կիրառում հիշողությունը ստուգելու համար։ Այդ թեստերը համացանցում կան։ Հա, հեշտ կարողանում են գտնել եւ վարժություններ կատարել։ Այո։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մենք զրուցում էինք նյարդաբան Սոֆիա Խաչատուրյանի հետ։